Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ի տաղավարում քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, բարև ձեզ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Պարոն Մկրտչյան, ակտիվ քարոզարշավային փուլ է, բայց մի տեսանյութ է տարածվում համացանցում վարչապետի սպանության կոչերով համեմված Ղարաբաղի акցենտով։ Ձեր դիտարկումները որոնք են, իհարկե կա արդեն քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթ սպանության նախապատրաստության հոդվածով, այս փուլում նման կոչերը, նման արձագանքները ինչի հետևանք են ձեր դիտարկմամբ։ Շնորհակալ եմ հրավերի համար, իրականում տեսանյութի հետևից երբ որ գնանք, ես գրեթե վստահ եմ, որ դրա թելերը տանում են դեպի Ռուսաստանի Դաշնություն, եւ ի վերջո եկեք չմոռանանք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք էին ամիսներ առաջ հնչեցնում նմանատիպ սպառնալիքներ։ Վառ օրինակ հայտնի այսպես ալկաշ, եկեք այսպես անվանենք, քանի որ քաղաքական դաշտի իրենց մունետիկները հիմա սկսել են պիտակավորել, մենք էլ իրենց պիտակավորենք։ Հայտնի ալկաշ Մեդվեդևի շուրթերով այդպիսի հայտարարություն հնչեց, որ պետքա ֆիզիկական ոչնչացման հասնեն եւ ֆիզիկապես ոչնչացնեն Հայաստանի Հանրապետության ընտրված եւ լեգիտիմ վարչապետին։ Հիմա Ղարաբաղցիներին փորձում են մի խումբ Ղարաբաղցիների Ռուսաստանի Դաշնությունում ծավալած իմ կարծիքով, իհարկե իրավապահները թող բարձրային, եթե սրանք այս դուրսպրծուկները կլինեն Հայաստանի Հանրապետությունում անպայմանորեն, թե իրենց դիմակները իրենց գլխից պետքա հանվի եւ իրենց համապատասխան վայրը մցվի, թե իրենց պետքա համապատասխան ծակը ուղեկցվի առհասարակ, եթե սրանք Հայաստանի Հանրապետությունում են։ Բայց իմ խորին համոզմամբ սրանք Ռուսաստանի Դաշնությունից հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ գործող բաշի բոզուկներ են, վաճառված կենդանիներ են, ովքեր Հայաստանի Հանրապետության ներսում փորձում են նոր հոկտեմբերի 27-ի այսպես մշուշոտ ամպը օդում թևածել եւ նոր հոկտեմբերի 27 պլանավորել։ Մուրազները փորում է մնալու, ինչպես որ Կիրիենկոյի մուրազնա փորում մնալու իր կալուգացի գործիքների հետ Հայաստանի Հանրապետություն գործուղված, այնպես էլ է սրանց մուրազնա փորում մնալու, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը թույլ չի տալու, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում Ղարաբաղյան կլանը իր ողջ պերճանքով կրկին անգամ հետ գա։ Ղարաբաղյան կլան չի լինելու։ Հայաստանի Հանրապետությունում Ղարաբաղից փախած, Հայաստանի Հանրապետությունում փախածներով բնակություն հաստատած, նրանց մի մասն Ռուսաստանի Դաշնությունն է հիմա փախ է։ Այդ փախածներին եմ հիշեցնում, զգուշացնում, որ Հայաստանի Հանրապետությունում Ռոբիկի Սերժիկի տարիները բնավ հետ չեն գալու։ Այդ մուրազը եւս իրենց փորում է մնալու։ Ու այդ Ղարաբաղից փախած բառից էլ թող չհուզվեն, խնդրում եմ։ Վարչապետը մի օր մետրոյում տիկնոջ հարցին ի պատասխան նմանատիպ արձագանք հնչեցրեց, որ փախած է, տիկինը հուզվեց, ընկավ ջղաձգումների մեջ, մի խումբ ընդդիմադիր, ճակերտավոր ընդդիմադիր շրջանակներ, Կիրիենկոյի ծառաներ եւս սկսեցին դրա վրա քաղաքական աչոկներ հավաքել, բայց թող չփորձեն, որովհետեւ իրականում կներեք էլի, հետո ինչ որ Հայաստանի Հանրապետության բոլոր դաջված իրականացնող մարդկանց չենք խնդրել, որ իրենց ճակատներին Եվլախը դաջեն։ Այդ իրենք չէին, որ Եվլախում Լեռնային Ղարաբաղ էին լուծարում։ Այդ իրենք չէին, որ Աղդամի այլընտրանքային ճանապարհը փակ էին պահում։ Այդ իրենք չէին, որ Սոֆիայի բանակցություններն էին մերժում։ Այդ իրենք չէին ի վերջո, որ 100,000 մարդ ընդամենը 1-2 օրում փախ եղան ու եկան Հայաստանի Հանրապետություն։ Ինքնորոշումից էին խոսում, անկախությունից էին խոսում։ Որտեղ եք պատրաստվում ինքնորոշվել։ Կարող է Երևանի կենտրոնում եք պատրաստվում դուք ինքնորոշվել։ Այս ամեն ինչը տեսնելով, այս մոտեցող քաղաքացիներին տեսնելով, լսեք դուք կարող եք թյուր ընկալում ունեք եւ թյուր ըմբռնում կա ձեր մոտ, որ պետքա ձեր ինքնորոշումը Երևանի կենտրոնում լիներ։ Բա մնայք Ստեփանակերտում, չթողեք Ստեփանակերտը Խանքենդիի վերածվեր։ Բա ապրեիք։ Որևէ մեկը մտածել է 120,000 էթնիկ հայեր, անգամ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունած Ադրբեջանի անձնագրով հայերը ինչ գլխացավանք էին լինելու Ադրբեջանի իշխանությունների համար։ Մեկն ու մեկը մտածել, արժանապատիվ, դուք արժանապատվությունից եք խոսում։ Դուք արժանապատվությունից եք խոսում։ Տուն, տեղ, գերեզման, սրբություն թողել եկել եք Հայաստանի Հանրապետություն, արժանապատվությունից եք խոսում։ Բա խոսեիք, բա մնայք, բա պայքարեիք, բա զոհվեիք։ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը Լեռնային Ղարաբաղի համար տվել է ամեն ինչ։
Ու թող դուրս գան անաղուհաց քրդիշան կարգավիճակից, հերիք ու բոլ եղավ։ Հիմա այդ մոտեցող քաղաքացիները, որոնք ընդդիմադիր մամուլը օրինակ շատ այսպես բանով խանդավառությամբ տարածում է, հիմնական դժգոհությունն է, որ վարչապետից ոչ մեկ չի գալի ինչ-որ տնտեսական քաղաքականությունից բողոքում, արտաքին այլ քաղաքականություն գալի բողոքում են, թե դուք Ղարաբաղը հանձնել եք, մեզ դարձրել եք տնավեր։ Այս մարդկանց ինչ են այդպես թունավորել Հայաստանի ընտրված իշխանությունների, ընդհանրապես հայ հասարակության դեմ նաև։ Այս մարդկանց եւ առասարակ Ղարաբաղը որպես այդպեսին իրենք օգտագործել են բոլոր ժամանակներում։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հեղափոխության արդյունքով իշխանության էր գալիս, դեռ չէր եկել, դեռ տեխնացու էր վարչապետի։ Այն կարճահասակ Սերժիկի падգամավորները լե հիշեք էլի ժողովուրդ ջան, եկեք հետ գնանք այդ օրեր։ 2018-ի մայիս եկեք հետ գնանք։ Մոռացել եք ինչ էին անում։ Ղարաբաղի մասին խոսք չկար։ Ղարաբաղի մասին պատերազմ անգամ չկար, զրույց չկար։ Իհարկե զրույցը Սերժն էր բերել մեր օրակարգ, որ եթե ինքը չլինի, կլինի պատերազմ, բայց ինչ էին անում այս падգամավորները։ Առավոտից երեկո եկելա հողերը տա, եկելս հողերը տաս, եկելա հողերը տա, եկելա հողերը տա։ Ինչի էր դա արվում։ Այ որ 100-120 հազար մարդու թունավոր են Հայաստանի Հանրապետության իշխանության, Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ ու հերթական Ղարաբաղյան կլանը բերեն։ Այդ Հայաստանի ժողովուրդը չի վիրավորվում։ Կանդազներն ու մնացած դազները, որ բերել եք Երևանի կենտրոն ու մարդկանց վրային կրակում այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեզ հարց չունի։ Այդ նրանից է, որ Նիկոլ Փաշինյանի ոտերը բարի ուղիղ իմաստով Քոչարյանասերժական կլանը փոխանակ լվար ու ջուրը խմեր, մի հատ էլ շնորհակալություն հայտներ իրենց նկատմամբ վենդետա իրականացնելու նկատմամբ։ Հիմա սրանք լեզու են առել, թափ են հավաքել։ Ես հուսով եմ, որ վարչապետն իր խոսքերի տերը կլինի ու հատիկ Քոչարյանից սկսած Սերժով Կալուգացով Բելարուսամետով կզացնելու է, ժողովուրդը չոկացնելու է սրանց։ Ինչն է այս մարդկանց օրակարգը 5000 զոհ ունենք, բոլոր երեքն էլ երրագլխից այդ 5000 չունենք, ժողովուրդ ջան։ Լավ է, թիվը եկեք չկրկնենք, 5000 չի։ Չէ, իրենց խոսույթն եմ ասում, 300,000 ադրբեջանցի ենք բերում, հետո 300,000-ը դարավ 500,000 Սամվել Կարապետյանի խոսքերով։ Լսեք, իրենց տրամաբանությամբ, գիտեք, ինձ այլ երկ չի մնում, իրենց տրամաբանությամբ հիմա գիտեք ես ինչ կարող եմ անել։ Սեռական բնույթի 16 հարկանի մի հատ հայոյանք դնել այդպիսի սատեր տարածողների եւ նրանց ընտանիքների վրա։ Այլ տարբերակ եք թողում։ Սա սուտ է, մեծագույն սուտ է, ներողություն, ինչի մասին է, ինչ 300,000 ադրբեջանցի։ Դրա մասին մեկ խոսում է Բաքվի բեղավորը։ Մեկ էլ խոսում է Կալուգացին։ Մեկ էլ խոսում է այս երրագլուխն է խոսում։ Այս երրագլուխներն են։ Հիմա չեն խոսում այդ մասին։ Բաքվում խոսում են խաղաղությունից, իրենք խոսում են անգամ հասել ենք մի իրավիճակի, այո, որ Բաքվից են հերքում 300,000 ադրբեջանցիների գալը Հայաստանի Հանրապետություն, բայց այս երրագլուխները անընդհատ Հայաստանի Հանրապետության ներսում այսպիսի ստեր են տարածում։ Բա որ չեղավ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 16 հարկանի հայոյանքներով մտնի ձեր կուսակցական գրասենյակներ, թե չմտնի, օրինակ։ Բա որ չեղավ։ Լսեք, չունեն ձեր կարծիքով ինչ օրակարգ։ Ապա տեղեկատվությունից բացի ինչ հերթով եկեք գնանք, ինչ պետք է ասի Բելարուսամետ օլիգարխը, ինչ օրակարգ ունի։ Որտեղից իրան այդ միլիոնները։ Ինչ պետք է ասի, այս ծակ սվիտերով եկած Հայաստանի Հանրապետություն անգամ փաստաթղթեր կեղծած եւ նախագահի ինստիտուտը զավթած այս մի գլուխը։ Ինչ պետք է ասի։ Կալուգայում հարստացած խելացի մարդի ինչ պետք է ասի։ Խելացի ճակերտներում բան ունեն ասելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բանակի, զորամասերի, մանկապարտեզների վրա հավելագրումներ գրածները Մելքի ժուլիկները ինչ որ բան ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ասելու, ով են եղել սրանք։ Ով է եղել Գագիկ Ծառուկյանը։ Ով է եղել Գագիկ Ծառուկյանը։ Ռոբերտ Քոչարյանի օրոք ծնված հարստացած, իր այդ մեծահարուստի կերպար այդ օրերին այդ կառավարման տարիներին ծնված։ Քոչարյանի հետ քաղաքական խաղերի մեջ մտած, Սերժի հետ քաղաքական խաղերի ու կոալիցիաների մեջ մտած, հետագայում Գագիկ Ծառուկյանը Դոդի Գագոյի վերածված, սա ես չեմ ասել, մի ամբողջ հանրապետական կուսակցություն ասել, հարցեր լինեն գնա ու նրանցից էլ պահանջի, եթե այդպես պահանջող ես։ 15 թվականին պահանջեի, երբ որ ես էլ են նրանցից մեկն էի, որ փողոցում պահանջում էինք բուրժուա դեմոկրատական հեղափոխության իրականացում։ Բա խոսայք։
Սա ինչ պետք է ասի։ Գույք պարտքի դիմացը ոնց ազի չէ։ Հա։ Այդ պետք է ասի։ Թե պետք է ասի Երևանում ովքեր էին ավտոբուսների ետևից կռակում քաղաքացիների վրա։ Սրանք թող գնան հայերեն սովորեն առաջին հերթին։ Սրանց հետ պետք է հայերեն պարապել, բայց ոչ դրսում, ոչ ազատության մեջ, քրեակատարողական հիմնարկներում։ Ու ձեր կարծիքով այս խոսույթը, որ իրենք ունեն մեր հանրության համար գրավիչ կարող է լինել, թե ոչ այն հատվածի, որոնք որ օրինակ ինչ-որ չափով դժգոհություն ունեն։ Հանրության տգետ, հանրության դեգրադացված, հանրության պոռնկական հակումներ ունեցող, իհարկե պոռնիկներն են, չէ՞, ասենք մարմինը վաճառում գումարի դիմաց։ Հիմա կան շրջանակներ, որ ձայնն են վաճառում գումարի դիմաց։ Դե դրանք պոռնիկներից չեն տարբերում, իդեպ ես կարող եմ պոռնկական համայնքին հիմա վիրավորեմ, նաև ներողություն պետք է խնդրեմ իրենցից, հայտնի մարմնավաճառներից։ Բայց գուցե իրենք ձայնը չվաճառեն։ Բայց սրա իհարկե, նրանք ավելի արժանապատիվ են։ Սրանց հույսը է այդ շրջանակին մոլորեցնել, որին փողով առնել, որի գլուխը սատերով լցնել, որին մոլորեցնել, որի անձնական դժբախտության վրա ձեռքերը տաքացնել, արյան վրա ձեռքերը տաքացնել, փորձել իշխանություն զավթել։ Իշխանություն զավթել, որպեսզի դառնան Կիրիենկոյի հետևի գրպանի գործիչը Հայաստանի Հանրապետությունում, ասենք Կիրիենկոյի ծոցագրպանինն էլ չեն, Կիրիենկոյի հետևի գրպանի գործիչներն են։ Նպատակը է Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ոչնչացնելը։ Կստացվի իրենց մոտ։ Մուրազները փորներում կմնա, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին խելքը հացի հետ չի կերել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին քրդի դռանը կապած շունչի, որ էս իր շուրջ տեղի ունեցող բարեփոխումները ակնառու բարեփոխումները, որ ամեն առավոտ դուրս է գալի, մտնում է աշկ այդ բարեփոխումը։ Փոխի ինչ որ Քոչարյաննա, Ծառուկյաննա, Կալուգական ինչ որ բանով, միքսով, չի փոխել։ Սա արտաքին պատվեր ունի թե ոչ, նկատի ունենալով փաստերի ստուգման հարթակի վերջին բացահայտումը, թե որտեղից եւ ինչի համար է համակարգվում Հայաստանի դեմ հիբրիդային գրոհները։ Ռուսաստանի Դաշնությունից փաստերի ստուգման հարթակը, չգիտեմ, դարակազմիկ հայտնագործություն չի արել, սա ակնհայտ է։ Ռուսաստանի Դաշնությունից եւ այո, հիբրիդային պատերազմի այսպես հիբրիդային պատերազմից բխող գործողություններ, որպես այդպիսին, հունից հանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ազգամիչյան բախումներ եւ ազգամիչյան ատելություն գեներացնել։ Սա էլ չէ մի փորձ, ասենք հիմա մի խումբ պոռնիկի վաստակներ, ներողություն ոչ եթերային բառաֆոնդի համար, ովքեր մասկեն գլխներին քաշած, Լեռնային Ղարաբաղի բարբարով սպառնում են Հայաստանի Հանրապետության ընտրված լեգիտիմ վարչապետին։ Ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ են տեղում։ Սա ինչ նպատակ ունի։ Որպեսզի Լեռնային Ղարաբաղի մեր մյուս հայրենակիցներին, ովքեր բնավ սրանց տնից շեն, բնավ սրանց շեն ընդունում։ Առանձին դեպքերում ես քիչ առաջ միջև ձեր տաղավարը գալը երկու Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների հետ էի խոսում, ովքեր հայհոյում էին իրենց հերթին այս բաշի բոզուկներին։ Նպատակը ո՞րն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Լեռնային Ղարաբաղի այն քաղաքացիների, ովքեր քոչարյանասերժական կուտը չեն կերել եւ Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ դուրս չեն եկել, այդ ազգամիչյան բախումները հրահարեն, ազգամիչյան ճեղքվածքը ավելի մեծ դարձնեն։ Հայաստանցի Լեռնային Ղարաբաղցի հարց բերեն առաջ։ Վերջնարդյունքում էլ Ղարաբաղյան կլան իր ողջ պերճանքով մարտի 1, հոկտեմբերի 27 քաղաքական սպանություններ, Թալան, Ալան Թալան, Տեր-Պետրոսյանը կասեր թաթար-մոնղոլական արշավախումբ, ուրա, Լևոնն ուրա։ Դե չստացվեց, փորձեց ման։ Ուրա, Տեր-Պետրոսյանը բան չունի, այս երրագլխին բան ասելու, չնայած ինչ ունենա ասելու, ինքը ժամանակին թաթար-մոնղոլներ անվանել, հիմա էր թաթար-մոնղոլների հետ դռների տակ հերթ կանգնած սպասում էր, թե երբ պետք է ընդունեն ու իրան մի հատ ցուցակում կամ իր մանկլավիկներին ցուցակում ինչ որ տեղ տան։ Վերջում էլ ասած շատ փորձեցինք, չստացվեց։ Շատ փորձեցինք, չստացվեց։ Դե ամոթ է։
ծերությունը այդպիսի բան է։ Ծերուկը գնալով անտանելի է դառնում։ Իր դեպքում ակնհայտ է բոլորիս։ Հիմա ակնհայտ է, որ Սիերա գլխից ոչ մեկ չունի ժողովրդի մեծամասնության քվեն, ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում են փորձելու, բայց ամեն դեպքում ձեր դիկտարկմամբ Ռոբերտ Քոչյանի ինչ որ մի հեռանկարում կզիջի իր ձայները Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանը առհասարակ Հայաստանի Հանրապետությունում պաշտոն զբաղեցնել չի կարող, Սահմանադրությունը թույլ չի տալիս։ Ինչա շատ քննարկում Սամվել Կարապետյանի անունը եւ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը թույլ չի տալու Սահմանադրությունը զուգարանի թղթի վերածել։ Որպեսզի հետագայում ասեն, դե ժողովուրդ ջան, մենք ուզում էինք Սամվելին դարձնել, հաշվի առնելով իր մտավոր գեր կարողությունները, սա ճակերտներում, մեծ ճակերտներում եւ մեծ կասկած կա դրա տակ։ Ես այդ կասկածը առաջիններից եմ եղել, որ հնչեցրել եմ, հիմա էլ համոզվում եմ դրանում ամեն։ Ինչքան շատ է խոսում։ Ինչքան շատ է խոսում, այնքան ավելի խելացի է ինքը երևում։ Որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ասեն, դե Սամվելը չի կարող, Սահմանադրությունը թույլ չի տալիս, կամ կլիներ Ռոբիկը, կամ Գագիկը, վատագույն դեպքում, կամ էլ ըստ Գագիկի ինքը ունի եւս երկու տեխնացու իր գրպանում, կամ էլ այդ երկուսը, ովքեր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Թևանյան Անդոնը օրինակ կամ էլ որը ասում է, որ Ռուսաստանը չպետք է ճանաչի մեր ընտրությունների արդյունքները։ Կարող է չճանաչել։ Լսեք, ես իրեն ինչ կասեմ, то Ռուսաստանը կճանաչի, չի ճանաչի, մեծ հաշվով տերպետրոսյանական լեքսիկոնն օգտագործեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ծալած, փաթաթած եւ ոլորած ունի։ Ռուսաստանի Դաշնությունը կճանաչի թե չի ճանաչի։ Նարեկ Կարապետյանին մի դրվագին եմ ուզում անդրադառնամ, արդեն երկրորդ անգամ է շատ մեծ հիացմունքով Վրաստանի մասին խոսում, մի անգամ օրինակ այն լուսանկարը իրեն հանգիստ չէր տալիս, որ Իվանիշվիլին դիմացից։ Բայց ինչի են ինձ դատի տալիս, Մարիամ ջան։ Ներողություն, ինձ դատի է տվել միլիարդատեր օլիգարխը, ով երևի թե 130,000 դրամով կհարստանա, ես իմ հայրենակիցներին կոչ եմ արել, այդ գումարը մի օր կհավաքենք 10 դրամներով իր տանդեմը կդնենք էլի, թող գա վերցնի։ Այդ 130,000 դրամը շատ։ Այո։ Բայց ինչի են դատի տալիս։ Ինչի են դատի տալիս, երբ որ այս մարդն եկել էր, եկեղեցու պաշտպանության քողի տակ, իրականում Կտրիչ Ներսիսյանի պաշտպանության քողի տակ, փորձ էր անում մտնել քաղաքականություն, երբ որ ես բնորոշեցի այս մարդուն հայկական Իվանիշվիլի, Անտանյոկ հանդերձ դատի տվեցին ինձ։ Հիմա Նարեկ Կարապետյանի հոգին ու սիրտը աշկերը փառավորվում է Իվանիշվիլուն, մեկ էլ ում էր տեսել իրար հետ։ Կոբախիձեն էր հետևից, Իվանիշվիլին էր Ալիևը։ Այո, Իվանիշվիլուն եւ Ալիևին տեսնելուց հոգին փառավորվում է։ Պատկերացնում է, որ իր հորողբերը հայաստանյան Իվանիշվիլի է դառնալու։ Ու տարածաշրջանի մյուս գերտերությունների կամ տերությունների առաջնորդներն էլ գալու են իր մոտ հանդիպման։ Ստվերային կառավարիչ է լինելու, Սահմանադրության շրջան։ Սերի կարդինալ է լինելու, տեղական Կիրիենկո է երևի լինելու, կուրատոր է լինելու։ Արա մուրազները փորներում է մնալու, դուք այս ժողովրդին ուղղակի չեք ճանաչում։ Սա Վրաստանում վարկեր 8% են, որովհետև այնտեղ բիզնեսմեն է կառավարում, իսկ Հայաստան լրագրող է կառավարում, դրա համար 20% են մեր վարկերը, երկրորդ։ Հիմա նորից գնամ Հայաստանի էլեկտրական ցանցեր։ Կրկեսի շենքի կառուցումն ու մյուսը հիշեցնեմ։ Որը հիշեցնեմ, որն ասեմ, որը թող։ Բա ստես ամենը հնարավոր ու անհնար առիթով նստում ստեղ այնտեղ պարծենում եք, որ հոպարը Հայաստանի բյուջեի չափ փող ունի։ Հոպարը Հայաստանի բյուջեի չափ որ փող ունի։ Ինչ արել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կարելի է իմանալ։ Ինչ արել։ Երեք ներողություն մի Ղարաբաղից տեղանվածի հետ էի խոսում, ասում եմ Սամվել Կարապետյանը Ղարաբաղում հիվանդանոց է բան արել, որը տվել է Ալիևին։ Իսկ ինչ են արել իշխանությունները, որոնք պետբյուջեից ամեն տարի գումար են հատկացրել Ղարաբաղին, հիմա էլ իրանց այստեղ ընդունել են սոցիալական աջակցության ծրագրեր ունեն, փաստորեն ոչ մի բան չեն արել։ Սամվել Կարապետյանն է արել։ Լսեք, Սամվել Կարապետյանը իրեն հայտնի արտահայտած մտքից հետո կարծում եմ պետքա բերանս կոճով փակի ու չխոսի, ինչքան էլ ցանկությունը շատ արտահայտվելու։ Հաղթարշավից հետո։ Այդ իր հերթին, այդ հələ լավ, ընդունենք, որ ամբողջ կյանքը Նիժնի Տաբրում ապրել,
Ասում եմ Մշո բարբարով է խոսում։ Եվ Մշո բարբարի հետ դա ինչ կապ։ Ես հարցրել եմ Նարեկ Կարապետյանին, ասաց Մշո բարբարով է։ Որովհետև այդպես են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ուզում, սա Մշո բարբարն է, հարգելի մշեցիներ։ Այսպես եկեք տանեմ մշեցիներով բնակեցված գյուղեր, Մշո բարբարի դասեր տան ձեզ։ Եկեք տանեմ հետները նստեք կերեք խմեք, եթե ձեր հետ հաց կկիսե, Մշո բարբարի դասեր տան ձեզ։ Այդ Մշո բարբարից, հա լավ եկեք անցնենք, լուրջ չի։ Կալուգայի Նիժնի Տաբրի բարբարն ակնհայտ է։ Եթե իրենց թվում է, որ պետքա կարողանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այսպիսի ստերով մոլորեցնել, չարաչար սխալվում են։ Հույս թող չունենան։ Լսեք, լեգիտիմությունը անհաղթահարելի զենք է։ Իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը, գործող վարչապետն ունի այդպիսի լեգիտիմություն։ Ես ունեմ վստահություն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի լեգիտիմության չափաբաժինը այս ընտրությունների արդյունքով էլ ավելի է մեծանալու։ Սրանք ով են, դրանք լեգիտիմ, օրինակ Քոչարյանը լեգիտիմության մասին որ խոսում է, լեգիտիմություն բառը որ արտահայտում է, դրա իմաստը գիտի։ Ո՞վ է եղել Ռոբերտ Քոչարյանը։ Ո՞վ է եղել Ռոբերտ Քոչարյանը։ Ղարաբաղից եկած, բերած։ Օդում կախված լուրերի համաձայնը լուսահոգի Վազգեն Սարգսյանն է սրան բերել։ Ղարաբաղից բերած Հայաստանի Հանրապետության գլխին դև կարկած մի հատ անձնավորություն է, ո՞վ է սա։ Սա երբևէ լեգիտիմությունը գիտի ինչ ա եղել։ Իր կառավարման ողջ տարիները զուգորդվել են քաղաքական սպանություններով, բռնաճնշումներով, գույք պարտքի դիմացով, վասալությամբ, վերևն Աստված ներքևը Վլադիմիր Պուտին սկզբունքով, էդ ա եղել։ Ես իմ Գագիկ Սահակյանը լեգիտիմություն բառը պետքա ինձ թվում է դեռ խորապես ուսումնասիրի ինչ է նշանակում լեգիտիմություն, երևի չարժի անդրադառնալ։ Այս մարդն էլ իրեն ուրիշ բան են ներշնչել դրսից, որ լեգիտիմությունը այլ բան է։ Լեգիտիմությունը հակած տակը կեղտոտած շալվարով մարդկանց առնելն է։ Լեգիտիմությունը մարդկանց դեմը թուլափա 2 կոպեկ շպրտելն է։ Քյաբաբ ու կոլա տալն է։ Հա, դիշ չեմ հասկանում, դուք լուրջ այդ վեկալովներին եմ հարցնում, էլի, ասենք դուք տուն եք մեկ Ձեր կնանիքի ու երեխեքի աշկերի մեջ կարում եք նայեք։ Ձեր երեխեն ինչ պիտի ասի, պապան, չգիտեմ ում հակած տակը կեղտոտած շալվարով գնաց իրա ձենը տվեց կալուգացի օլիգարխի։ Արա դու տուն եք մտնում, вообще ձեր կանայք գիտեն որ ձեր իրանց կողքը տղամարդ կա։ Ու դուք ուժեղ եք։ Ինչով եք ուժեղ։ Տունը մի քանի հատ այդպիսի հակած շալվար ունեմ, ճիշտ է տակը կեղտոտած չի, բայց կարամ կազմակերպեմ։ Այդ երկարացնելու տեղ ունի իրանց ուներ։ Չէ, երկարացնելու տեղ դժվար ունենա։ Ես շորտիկ կսարքեմ նոր կտամ իրանց, որ քրեակատարողական հիմնարկում հով նստեն։ Ինչ սպասել պարոն Մկրտչյան Քարոզ Արշավի երկրորդ փուլից, կարծես մի 10 օր անցել է մոտավորապես, երկրորդ փուլ ենք մտնում։ Ինչ խոսույթ։ Նույնն է լինելու։ Ցավոք սրտի վիրավորանքների անձնական պիտակավորումների դաշտ իրենք են առաջինը Քոչարյանը եւ այդ համբալները պետքա գիտակցեն որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ չի կարելի այդ լեզվով խոսալ կարող է իրանք որոշ քաղաքական գործիչների անհատների թիրախավորեն բայց դա համընդհանուր համազգային ըմբոստության է անդրադառնալու միջև այսօր Քոչարյանին գիտենք ծակսվիտերով մի զույգ բոթասով եկած միլիոնատեր դարձած նախկին նախագահի աթոռը զավթած անձնավորության բոլորովին վերջերս իմացանք որ ինքը նաև համբալ է գիտեք ինչի որովհետև իմ կողմից 21 թվականին քվեարկության արդյունքում ես 600,000 եւ ավել քաղաքացիներից մեկն եմ ընտրված լեգիտիմ վարչապետին կանգնում ու վիրավորում է դու համբալն ես դու մյուսն ես դու Նա ինքնասառեցված տերտերել կար, չէ՞ որ աչից մեկական Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վիրավորում էր։ Ի պատասխան ես էլ եմ վիրավորել, դատարանն էլ վիրավորանք ու զրպարտություն ա գտե։ Ուրեմն լսեք, Տեր-Պետրոսյանական լեքսիկոնով էլի կասեմ, ծալած, փաթաթած ու ոլորած ունեմ։ Ինչքան կուզեք, այնքան վիրավորվեք։ Կակոյ պրիվետ, Էլբեթար Ատվետ։ Ես շատ ուրախ եմ, որ վարչապետի մոտ սա եւս հասավ ու վարչապետը սկսել է սրանց իրանց լեքսիկոնով պատասխանել։ Ոնց կբարևեք,
Սա թող այս սրանք թող իրանց ականջներին հող անեն։ Ոնց կբարևեք, այնպեսի պատասխանել կստանաք։ Այլ բան չի լինելու, այլ բան չսպասեք։ Ինչի՞։ Ինչի՞ եմ ես այս ճանապարհով գնում, որովհետև օրերս վարչապետին երբ որ մոտեցա եւ այդ հարցը հնչեցրեցի, դա իրավական համակարգի նկատմամբ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ոչ ունեմ վստահություն, ոչ էլ մոտակա ժամանակներս կունենամ այդ վստահությունը, քանի դեռ չի իրականացվել վիրահատական միջամտություն այդ ոլորտում։ Ուստի ես պետք է ապավինեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զորակցությանը եւ իմ լեզվի զորությանը առնվազն։ Այլտեղ կհանդիպենք այլ բանի զորությանը։ Կհաջողվի քաղաքացիական պայմանագրին սահմանադրական մեծամասնություն։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը ստանա սահմանադրական մեծամասնություն, հակառակ պարագայում այդ խորհրդարանը երկարքյանք ունանել չի կարող ուղղակի։ Ինչու՞։ Որովհետև եռագլուխները անընդհատ փորձելու են խորհրդարանական աշխատանքները տապալել, սահմանադրական օրենքները տապալել, փորձելու են պետության ոտքերից կախված, Հայաստանի Հանրապետության ոտքերից կախված բառի ուղիղ իմաստով, հենց գուրպաներից կախված հոտոտելով Հայաստանի Հանրապետության ոտքերի հոտը Հայաստանի Հանրապետությանը քարշ տալ միութենական պետություն, քարշ տալ Կիրենկոյի ոտերի տակ, քարշ տալ Պուտինի ոտերի տակ մատաղանել։ Լուկաշենկոյի, մեկը Պուտինի, մեկը Լուկաշենկոյի, այն մեկը չգիտեմ ում։ Ո՞վ եք դուք։ Ալավ, լսեք ժողովուրդ թասիբից շատ են խոսում, չէ՞։ Թասիբով հայ ժողովուրդը սրանց պետք է մի հատ են սովետական գազետով փաթաթի ու պատմության աղբանոցը շպրտի։ Հա դուք մեկը տղա ունի Բելարուսում պատանդ, այն մեկը ունեցվածք ունի Կալուգայում եւ Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում պատանդ, այն մեկը իր ողջ կենսագրությունն է դրել Պուտինի ոտերի տակ, այդպես էլ եղել է։ Ու այսօր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուզում են համոզել, որ բանակը չի զինվում, ամսի 28-ին կգաք հրապարակ կտենաք, ոնց է զինվում։ Ուզում են համոզեն, որ ճանապարհներ չի սարքվում կամ վատ է սարքվում։ Ուզում են համոզել, որ դպրոցներ սարքելը անգրագիտություն եւ անուղեղություն է։ Ճանապարհ սարքելը անգրագիտություն եւ անուղեղություն է։ Հայ ժողովրդի քաղաքական էլիտան եթե այս 3-ն են, ժողովուրդ ջան, եկեք լրջագույնս մտածենք մեր փոսը փորելու, հողը ինքներս մեր վրա տալու մասին։ Անկեղծորեն, ես գեդինը կմտնեմ, եթե Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը այս 3-ից մեկն եղավ, կամ այս 3-ը միասին եղան։ Գեդինը կմտնեմ։ Ես հողը փորեմ, մտնեմ գեդնի տակին վրա հողը տամ ավելի լավ, հա, քան այս եռագլուխը, այս անգրագիտության մարմնավորումը, այս 3-ը անգրագիտության հոմանիշներ են։ Անգրագիտություն Բելարուսամետ օլիգարխ, անգրագիտություն Հայաստանի Հանրապետության ոչ բարով երկրորդ նախագահ, սա երբեք նախագահ չի եղել, լեգիտիմություն որ ասում եմ, դրա համար եմ ասում, երբեք լեգիտիմ նախագահ չի եղել։ Միլիարդատեր, կարծրատիպեր ա կոտրվում։ Ես չգիտեի, որ միլիարդատեր լինելու համար այդքան մեծ խելք եւ ունակություններ պետք չի, անկեղծ եմ ասում։ Գիտե, պետք է փողերի մեջ այս PR-ի այս մակարդակը, որ օրինակ Սամվել Կարապետյանն ունի, փոքր տարօրինակ չի, հնարավոր չէ խելացի մարդկանց վարձել։ Իրենք անուն արդարության պետք է ասեմ, եկեք հիշենք, որ Սամվել Կարապետյանին փորձում էին փագի տակ պահել։ Ոչ միայն իրավապահներն էին իրեն փագի տակ պահում։ Այո։ Իրենք էին Սամվել Կարապետյանի բերանը փակ պահում առնվազն։ Համեմում էին, որ դե իշխանությունները, այ տեսեք, դատարանը, դատախազը քննիչը ում ասես մեղադրեց։ Միջև վարչապետն ասեց, խոսա, տղա ջան, խոսա, ոչ մեկ քեզ չի կպնի քո խոսալու համար։ Խոսա, արտահայտվի։ Հիմա արտահայտվում է։ Հաղթարշար 8 տարի։ Չգիտեմ, միլիարդներ ու դեմքի այսպիսի արտահայտություն։ Հզոր է։ Հատեք ես չեմ հասկանում, ինչ եք դուք ինքնաոչնչացման ճանապարհն ընտրել։ Վատ կապրեիք Կալուգաներում, վատ կապրեիք Ռուսաստաններում։ Ինքն ընտրել է ճանապարհը ձեր դիտարկման։ Ոչ, ես իրականում Սամվել Կարապետյանին իբրև էթնիկ հայ, իբրև մեկը 10 միլիոն հայերից անկեղծորեն խղճում եմ եւ հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի դառնալուց հետո ինքը ի վերջո իրականությունը հայ հանրության համար կբարձրաձայնի։
կա տեսակետ եւ կա տեղեկություն, որ ինքը հրաժարվում է մնացած քաղաքացիություններից։ Սա ինչի համար է արվում։ Ինչի համար է արվում, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունում առնվազն ընտրություններից հետո Սամվել Կարապետյանի համար ապահով չի լինի։ Եթե չկատարի։ Օրինակ Ռուսաստանի Դաշնությունում եղել են միլիարդատերեր, ում երկրորդ հարկից ուղակի վզից բռնած շպրտել են ներքև, ասել են ինքնասպանություն գործեց։ Կուլակա թափ են արել, այսինքն ոտից բռնել են, թափ են տվել, ջեբի ամենավերջի կոպեկը թափել են, վերջում էլ ասել են դե դավայ այստեղից։ Հիմա այս մարդու փրկությունը Հայաստանի Հանրապետությունն է, ինքը թո ի վերջո այն խորը ենթակի գիտակցության այն վերջին անկյունում ինքը գիտակցի, որ Հայաստանի Հանրապետությունը իր համար փրկությունն է։ Ու վարչապետը, որ ասում է, սրանք փախնելու տեղ չեն ունենալու, ես առաջարկում եմ կալուգացու համար մի հատ պատուհան թողնել փախնելու։ Տեսնենք քանի րոպե դրսում կդիմանա։ Տեսնենք քանի րոպե կթողնեն դրսում ռուսական FSB-ի ծառայողները, լեյտենանտները կամ ավագ լեյտենանտները ինքը այդպես ազատ պատտվի ու իր տարված խոստումների պատասխանը չտա։ Այս մարդու համար ոնց որ խնդրել էի պատուհան բաց թողնել եւ թույլ տալ ինքը արտահայտվի, որովհետեւ դրանից շատ բան է པարզ լինելու հայ հանրությանը։ Հիմա էլ խնդրում եմ այդ պատուհանը, պարոն վարչապետ, մի փակեք ընդհանրապես։ Այդ սեկտը մի փակեք։ Կալուգացու համար սեկտը բաց թողեք։ Աշխարհի որ անկյունում էլ ինքը լինի, բացի Հայաստանի Հանրապետությունից։ Ես կարծում եմ, որ իրանից պատասխաններ են պահանջելու։ Շնորհակալություն պարոն Մկրտչյան, հետաքրքիր զրույցի համար տաղավարում հիշեցնեմ հյուրընկալել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։